Երկհարկանի լայն սրահներով, ժամանակակից վերելակներով, հանգստի գոտիներով ու կանաչապատ բակային ծառուղիներով պետական ծրագրով կվերակառուցվի Գյումրիի Մելիքյանի անվան երկրորդ պոլիկլինիկայի շենքը 21-րդ դարի առողջապահական խոշոր կենտրոններին բնորոշ նախագծով։ Մրցույթը շինարարության հայտարարված է, մրցույթի արդյունքները կիմանանք մարտի 3-ին է բացվելու, ընդհանուր արժեքը 1.530 միլիոն դրամի սահմաններում է։ Պոլիկլինիկայի շենքը պատմամշակութային արժեք ունի եւ գտնվում է Կումայրի արգելոց թանգարանի տարածքում։ Շենքը 1920-ական թվականների կառույց է, շենքը հանդիսանում է հուշարձան շենք, քանի որ ճարտարապետական տեսքով երևի արդեն մեր քաղաքացիները տեղյակ են ինչի հասկան ճարտարապետական տեսք ունի, բայց ցավոք սրտի վերանորոգում, վերակառուցման ծրագրեր չի ընթացել շատ երկար տարիներ, շենքը ներկայիս վիճակում գտնվում է շատ վատթար վիճակում։ Նախատեսված է կատարել շենքի պատմամշակութային վերականգնում, պահպանելով պատմական տեսքը, իսկ հարակից հատվածները հիմնանորոգել ժամանակակից լուծումներով։ Ժամկետները 1080 օր է նշված պայմանագրով, բայց մարտի 3-ին արդեն մրցույթը կբացվի, կիմանանք հաղթողը ով է, մարտի վերջ արդեն կունենանք պայմանագիր, եղանակային պայմաններն էլ թույլ կտա արդեն մենք ապրիլից սկսենք շինարարական աշխատանքին սկզբանե քանդման աշխատանքները։ Երկրորդ պոլիկլինիկան եւ նույն շենքում գործող առողջապահական երկու կազմակերպությունները Գյումրիի շտաբուժօգնության կայանը եւ Արյան բանկը ժամանակավորապես կտեղափոխվեն այլ հասցեներ։ Տեղափոխվելու ենք նախկին Սամարիտեր հիվանդանոցի շենք, փաստաթղթային աշխատանքները գրեթե արդեն ավարտական փուլում են։ Ունենք եւ կառավարության որոշում եւ արդեն սեփականության վկայական։ Շտապօգնությունն ու Արյան բանկը նախկին հասցե չեն վերադառնա, վերակառուցումից հետո շենքում բացառապես պոլիկլինիկական ծառայություններ կմատուցվեն։ Չի բացառվում, որ առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ եւս տեղակայվեն այստեղ։ Երկրորդ պոլիկլինիկայի ամբողջությամբ պատրաստ լինելուց հետո առաջի եւ Բերլին պոլիկլինիկաները միացվելու են երկրորդ պոլիկլինիկային, երրորդ պոլիկլինիկայի մասով որևէ նախագիծ չկա, որևէ քննարկում չկա, բայց այդ մեր քաղաքացիները արդեն ինքնուրույն կորոշեն, թե որ պոլիկլինիկայում են սպասարկվելու։ Վերակառուցումից հետո պոլիկլինիկան կհամալրվի ժամանակակից սարքավորումներով եւ լաբորատոր հետազոտությունների ամբողջական հնարավորություններով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։